Լալայի և Սաքոյի միջև լարվածությունը հասնում է պայթյունավտանգ գագաթնակետի։ Կանգնելով իր երդվյալ թշնամու դեմ առ դեմ, Լալան ներկայացնում է իր հստակ, անբեկանելի պահանջը։ Սաքոն պարտավոր է դատարանում դրական բնութագիր տալ իրեն, բայց Սաքոն, ով երբեք առանց պայքարի չի հանձնվում, դնում է իր կոշտ հակապայմանը։ Լալան պետք է ընդմիշտ հեռանա իր զավակներից և դադարի նրանց ուղեղները լվանալով տրամադրել հարազատ հոր դեմ։ Լսելով այս պայմանը, Լալայի աչքերում արթնանում է վտանգավոր գազանը։ Նա սառնասրտորեն սպառնում է, որ եթե Սաքոն հանկարծ դրական արձագանք չտա դատարանին և իրեն զրկեն երեխային վերադարձնելու միակ հնարավորությունից, ապա Սաքոն իր սեփական մաշկի վրա կզգա ու կիմանա, թե իրականում ով է դարձել Լալան և ինչ սարսափելի քայլերի է նա ընդունակ հանուն իր վրեժի։ Այս սպառնալից խոսքերն արտասանելով, Լալան շրջվում և հպարտորեն լքում է Ադամյանների տունը։ Բայց նա նույնիսկ չի կասկածում, որ այս ամբողջ ճակատագրական խոսակցությունը գաղտնի ստվերներից տեսագրվում էր։ Արմոն, ասես իսկական գիշատիչ, ֆիքսել էր յուրաքանչյուր բառ, այն հետագայում իր օգտին որպես զենք օգտագործելու համար։ Սակայն Լալայի հեռանալուց վայրկյաններ անց տեղի է ունենում անսպասելին։ Լռության մեջ հնչում է Արմոյի հեռախոսի հաղորդագրության ձայնը։ Սաքոն, լսելով այդ ձայնը, հյուրասենյակից քարանում է։ Արմոն մի պահ խուճապի է մատնվում, բայց նրա սատանայական ճարպկությունը կրկին փրկում է նրան։ Չկորցնելով իրեն, նա վստահ քայլերով դուրս է գալիս Սաքոյի մոտ և անամոթաբար հայտարարում, որ ինքն այսքան ժամանակ այստեղ է եղել ու լսել է նրանց ամբողջ խոսակցությունը։ Ավելին, որպես հավատարմության ապացույց, նա Սաքոյին ցույց է տալիս տեսագրությունն ու վարպետորեն մտնում նրա աչքը։ Արմոն առաջարկում է հրեշավոր պլան։ Այսուհետ նրանք կարող են այս տեսանյութով անխնա շանտաժ անել Լալային, սպառնալով, որ այն կներկայացնեն դատարանին։ Մինչդեռ մութ դավադրությունները հյուսվում են տան պատերից ներս, քաղաքի սրճարաններից մեկում Սոնան ու Լիլիթը զրուցում են, և այստեղ Լիլիթը պայթեցնում է իսկական հոգեբանական ռումբ։ Նա անզգուշորեն Սոնային հայտնում է, որ Հայկն արտասահմանում ամենևին էլ տխուր ու միայնակ չէ։ Նա արդեն ունի նոր սիրած աղջիկ, ում հետ հանդիպում է և ումով տարված է։ Սոնան լսելով այս խոսքերը զարմանքից ու ցավից ապշում է։ Նրա աչքերի առաջ գալիս է Նարեի տանջահար դեմքը, չէ՞ որ Նարեն այստեղ ամենօրյա հոգեբանական դժոխքի մեջ կրում է Հայկի երեխային և կործանում է իր կյանքը, իսկ Հայկն այնտեղ անհոգ ժամանակ է անցկացնում նոր սիրո գրկում։ Այս սարսափելի անարդարությունն ուղղակի խեղդում է Սոնային։ Իսկ քիչ անց իրադարձությունները տեղափոխվում են աշխատանքի վայր, որտեղ դեմ առ դեմ հանդիպում են Վռամն ու Արմոն։ Վռամը, ով արդեն տեղյակ է Սոնայի անհանգստություններից, խիստ ու կոպիտ ձևով կանգնեցնում է Արմոյին։ Նա բացահայտ ասում է, որ Սոնան բողոքել է Արմոն ամեն քայլափոխի, ասես ստվեր հետևում և հետապնդում է իրեն։ Վռամը պահանջկոտ հայացքով հարցնում է. արդյոք դա ճիշտ է։ Արմոն, հասկանալով, որ ստելն անիմաստ է, դիմում է իր ամենավտանգավոր զենքին՝ մանիպուլյացիային։ Նա դրական պատասխան է տալիս, բայց արդարանում է, թե իբր հետևում է Սոնային միայն մեկ նպատակով։ Վախենում է, որ Սոնան հանկարծ Հայկին կհայտնի Նարեի հղիության ողջ ճշմարտությունը։ Արմոն երդվում է, որ ոչ մի այլ վատ նպատակ չունի։ Վռամը, կուրացած իր ներքին վախերով և ընտանիքի խայտառակությունը կոծկելու ցանկությամբ, ի վերջո հավատում է Արմոյի խոսքերին։ Բայց նա ասում է, որ դրա կարիքը բացարձակապես չկա, քանի որ Սոնան այսպես թե այնպես երբեք և ոչինչ չի ասելու Հայկին։ Վռամը նույնիսկ չի կասկածում, որ իր կինն արդեն արել է անդառնալի։ Սիրելի հետևորդներ, իրադարձությունները խճճվում են աներևակայելի արագությամբ։ Ինչ եք կարծում, երբ Սոնան իմանա Հայկի նոր ընկերուհու մասին, արդյոք կպատմի այդ մասին Նարեին, իսկ Սաքոն և Արմոն կկարողանան իրագործել Լալային շանտաժի ենթարկելու իրենց ստոր պլանը, թե Լալան ևս մեկ հզոր անակնկալ ունի նրանց համար։ Անպայման գրեք ձեր կանխատեսումներն ու կարծիքները մեկնաբանություններում։ Ձեր ակտիվությունը մեզ համար շատ կարևոր է։ Եթե հավանեցիք նկարագրությունը, չմոռանաք սեղմել լայք և բաժանորդագրվել մեր ալիքին։